Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ ձեզ հետ սկսում ենք շարք, որտեղ խոսենք նորաձևության միտումներից եւ թրենդներից։ Առհասարակ թրենդ բառը բազմակի օգտագործման պատճառով արդեն ունի բացասական երանգ, բայց մենք ձեզ հետ նույնպես չենք կարողանա խուսափել թրենդ բառի օգտագործումից։ Իսկ թրենդների մասին խոսելիս անպայման պետք է նշեմ, որ շատ էական է անձնային ոճի զարգացումը, ստեղծումը եւ զարգացումը, քանի որ անձնային ոճի ձեռքբերումը եւ զարգացումը կօգնի ձեզ ճիշտ օգտվել թրենդներից եւ դրանք ճիշտ դասավորել հենց ձեր ոճի առանցքի շուրջ։ Այսօր խոսելու ենք պայուսակների թրենդներից եւ թրենդները վերլուծելիս իհարկե առաջնային պետք է հասկանալ նորաձևության միտումները եւ թե ինչպիսի ոճեր են այս պահին ավելի գերակա նորաձևության մեջ։ Այս պահին ունենք ակտիվ 50-60-ականների ազդեցությունը եւ սա նկատելի է նաեւ պայուսակների թրենդների ձևավորման հարցում։ Առաջին պայուսակը, որ կուզեի առանձնացնել, դրանք East-West պայուսակներն են, արևելք-արևմուտք, կանոնը ձեռք է բերել իր ձևվածքի հետևանքով, քանի որ ունի հորիզոնական կառուցվածք։ Այս պայուսակները հասանելի են ինչպես լյուքս մարքետներում, այնպես էլ մաս մարքետում եւ մենք նույնպես ունենք տարբերակներ, որոնք ձեզ ցուցադրում եմ։ Մյուս տարբերակը, որ կուզեի առանձնացնել, դրանք top handle պայուսակներն են, այսպես կոչված վերևի բռնակով պայուսակները, որոնք նախատեսված չեն ուսին կրելու համար, դրանք հենց ձեռքին պահելու համար են եւ ունեն ավելի արտահայտված հստակ կառուցվածք։ Այսպիսի պայուսակները նորից 60-ականների ազդեցությունն են կրում եւ բավականին շքեղ տեսք են տալիս լուքին։ Սրան հակառակ շարունակում են դեռ թրենդային մնալ ավելի ոչ կայուն կառուցվածքի պայուսակները, հատկապես իրենց մեծ չափսերով։ Եվ վերջում ուզում եմ խոսել ավելի կարճաժամկետ եւ հետաքրքիր թրենդներից, ինչպիսին են օրինակ կենթանական կաշվի էֆեկտով պայուսակները, որոնք այս պահին շատ ակտիվ են եւ կարող են ձեր լուքը դարձնել շատ հետաքրքիր։ Այսպիսի պրինտներն են իհարկե գերակա լեոպարդի պրինտը, օծի պրինտը, ավելի ակտիվ դարձավ երկրորդ կեսին տարվա կովի պրինտը, ինչպես նաեւ կոկորտիլոսի կաշվի էֆեկտը, որի տարբերակներ առաջարկում են նաեւ Daphne-ն։ Ցուցադրությունների ժամանակ նկատվում են մորթիա պայուսակներ, որոնք արդեն հասանելի են նաև մաս մարքետում։ Այսպիսի տարբերակները իհարկե կարճաժամկետ թրենդներ են, բայց շատ հաճելի եւ տարբերվող կարող են դարձնել ձեր լուքը։ Մյուս հետաքրքիր թրենդը գալիս է բոհո ոճից, սա ծոպերով նույն ինքը բախրամայով պայուսակներն են, որի ավելի զուսպ եւ մինիմալիստական տարբերակները հասանելի են նաև մաս մարքետում, ինչպես նաև ցուցադրությունների ժամանակ են նկատելի։ Եվ վերջին տարբերակը, որ կուզեի առանձնացնել, դրանք frame bag-երն են, այսպես կոչված շրջանակով պայուսակները, որոնք քիս լոքով են բացվում։ Այսպիսի պայուսակները, ինչպես միշտ վերադառնում են ավելի հետաքրքիր կառուցվածքով, այս անգամ ունենք ավելի մեծ տարբերակները, որոնք թրենդային են եւ հիմնականում կաշվե եւ մորթե տարբերակներով։ Frame bag-երը նույնպես 60-ականների ազդեցություններ, ինչպես տեսակ հստակորեն ունենք 50-60-ականների ազդեցություն պայուսակների թրենդների ձևավորման հարցում, իսկ դրանք շատ բազմազան են, ուստի դուք կարող եք ընտրել հենց ձեր ոճին համապատասխան տարբերակը։